Իրանն ու Իսրայելը 4-րդ օրն է շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ Հակամարտության ֆոնին Իրանը չեղարկել է Միացյալ Նահանգների հետ կիրակի օրը Օմանում նախատեսված բանակցությունները։ Իսրայելական կողմի վերջին հարվածների հետևանքով սպանվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավարը և նրա 2 գործընկերները։ 4 օրում առնվազն 20 բարձրաստիճան զինվորական է սպանվել։ Իրանում 200-ից ավելի զոհեր կան, ավելի քան 1000 վիրավոր։ Թեհրանը ավերիչ պատասխանով է սպառնում Իսրայելին։ Գիշերը իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին։ Կադրերում հրթիռային հարվածներից հետո Հայֆայում Իսրայելի նավթավերամշակման գործարանի մոտ ծուխ է բարձրանում։ Հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։